Ես այսօր ուզում եմ խոսել Աստծո կամքի մասին։ Եվ պատգամը, որ ես վերնագրել եմ, այսպես է կոչվում Աստծո կամքի բացահայտումը։ Ինչ որ կկարդամ այնտեղը Աստվածաշնչում, որի վրա էլ կկառուցեմ իմ պատգամը, ուզում եմ ընդհանրապես խոսենք Աստծո կամքի մասին։ Թերևս քրիստոնյայի կյանքում ամենամեծ հարցը, մեծագույն հարցը, որն ամենաշատն է մտահոգել քրիստոնյային իր կյանքում եւ գուցե պիտի մտահոգի, դա այն է, թե որն է Աստծո կամքը։ Ինչպես ես հասկանամ Աստծո կամքը։ Հատկապես մեր օրերում եւ հատկապես վերջին 100 տարվա ընթացքում, երբ մեծ թափով խարիզմատական շարժումը ծնունդ առավ ու սկսեց տարածվել, գիտեք, Աստծո կամքը եւ Աստծո կամքի փնտրտուքը սկսեց նմանվել մի բանի, որ կարծես թե Աստված մեր կյանքի համար մի խճանկար է որոշել, մի խճանկար է կազմել, մոզաիկան, եւ որոշ դետալներ ուղղակի հատուկ թաքցրել է։ Ինչու, որպեսզի մենք մեր կյանքի ընթացքում կարողանանք ամբողջ կյանքի ընթացքում փորձել գտնել այդ դետալները, որպեսզի այդ խճանկարը կարողանանք հավաքել եւ իմի բերել։ Կարծես թե Աստված խաղում է մարդու հետ։ Աստված ունի կամք, Աստված որոշել է իր կամքը եւ պարզապես փորձում է մարդու համար զբաղմունք ստեղծել։ Եվ այնպիսի տպավորություն է երբեմն, որ Աստված մի կողմից ունի կամք, բայց մյուս կողմից էլ Աստված հետաքրքրված չէ, որ մենք իմանանք այդ կամքը։ Եվ կարծես մարդը իր ամբողջ կյանքում պետք է պայքարի, որպեսզի հասնի Աստծո կամքին։ Եվ Աստծո կամքի փնտրտուքները տարիների ժամանակի ընթացքում այնքան խորը գնացին, որ դրանք արդեն դուրս եկան Սուրբ գրքի սահմաններից, եւ Աստծո կամքի փնտրտուքը պարզապես սկսեց բխել մարդկային վերապրումներից, մարդկային զգացողություններից եւ շատ քաջ ծանոթ արտահայտություններ, որ դուք շատ հաճախ լսել եք, Աստված ինձ ասաց, ես զգացի, ես հոգումս տեսա, ես այսպիսի բան եմ զգում, ես այսպիսի բան եմ հասկանում, եւ այսպիսի արտահայտություններ, որոնք բացարձակ Սուրբ գրային հենք չունեն, դրանք պարզապես մարդու վերապրումներն են, մարդու ցանկությունները, մարդու զգացածը, բայց դա կապ չունի Սուրբ գրքի հետ։ Եվ ինչ է ի վերջո այդ Աստծո կամքը։ Այդ ինչ գաղտնիք է, որ մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում պիտի փորձի Աստծո կամքը բացահայտել։ Կարծես թե Աստված հատուկ կերպով թաքցրել է իր կամքը եւ մարդուն էլ տվել է միակ հանձնարարությունը, որ քո կյանքի իմաստը եւ նպատակը կայանում է նրանում, որ դու մինչեւ կյանքիդ վերջ կարողանաս գտնել Աստծո կամքը։ Կամ կհաջողվի, կամ չի հաջողվի։ Կարծես թե Աստված վիճակախաղ է անում մարդու հետ։ Դու կամ կշահես այս հարցում, կամ չես շահի, մենք չգիտենք, բայց այսպես թե այնպես մարդը ուզում է իմանալ Աստծո կամքը, մարդը ուզում է հասկանալ Աստծո կամքը, եւ եթե ուշադրություն դարձնեք, մեծամասամբ այդ կամքի փնտրտուքը կապված է մեր կյանքի այս կամ այն իրավիճակների հետ, ոչ թե Աստծո կամքի հետ գլոբալ իմաստով, ընդհանրական իմաստով, թե ինչ է Աստված կամենում իր խոսքում։ Մարդը չի ուզում փնտրի Աստծո կամքը Աստծո խոսքում, որովհետև եթե մարդը փնտրեր Աստծո կամքը Աստծո խոսքում, կգտներ։ Բայց մարդը փորձում է հասկանալ իրավիճակները պարզապես։ Այս կամ այն իրավիճակում ես ինչպես հասկանամ, որն է Աստծո կամքը։ Որտեղ ես պիտի աշխատեմ, ում հետ ես պիտի ամուսնանամ, որն է իմ կյանքի կոչումը, որ երկրում ես պիտի ապրեմ ու նմանատիպ բաներ, որտեղ մենք անընդհատ փորձում ենք հասկանալ Աստծո կամքը։ Ես ուզում եմ ձեռնարկել այս գործը եւ պետք է հասկանամ Աստծո կամքը։ Ես ուզում եմ մտնել այս եկեղեցի թե այն եկեղեցի, ես պիտի հասկանամ, որ եկեղեցի ես պիտի գնամ, որն է Տիրոջ կամքը։ Եվ շատ հաճախ նման իրավիճակներում դուք ավելի շատ կհանդիպեք արտահայտություններ մարդու սեփական անձնական վերապրումներից բխող, քան Սուրբ գրքից բխող։ Քիչ առաջ ասեցի այդ արտահայտությունները։ Ես զգում եմ, որ Աստված էսպես է ասում։ Իմ կյանքում, եթե ես հաշվեմ, թե քանի անգամ են մարդիկ ինչ-որ բան զգացել ու ինձ ասել ու դրանցից ոչ մեկը չի կատարվել, ես հաշիվը կորցրել եմ արդեն։ Քանի անգամ են մարդիկ նայել ուղիղ աչքերիս մեջ ու ասել Աստված ասում է։ Եվ այդպես էլ անցավ ժամանակը ու Աստված այդ ոչինչ չարեց այդ ամեն ինչը։ Արեց լրիվ հակառակը, ինչ որ իրենք ասում էին։ Եվ հատկապես մեր
օրերում դարձյալ մեր ավետարանական շարժի մեջ եւ խարիզմատական շարժման մեջ, արդեն ծայրահեղ խարիզմատական շարժման մեջ, որտեղ առավել շեշտադրում է արվում Սուրբ Հոգու պարգևների վրա եւ հատկապես մարգարեության պարգևի վրա, դուք այսպիսի արտահայտություններ ավելի շատ կլսեք եւ կլսեք աբսուրդի հասնող վերլուծություններ կապված Աստծո կամքի հետ, ընդհուպ ես կփակեմ աչքերս եւ մատս կդնեմ պարզապես Աստվածաշնչի վրա եւ որ խոսքը որ եղավ դա էլ Աստծո կամքն է, ես կգնամ եկեղեցի եւ առաջինը ով դուռը բացեց դա իմ ամուսինը կլինի կամ իմ կինը կլինի, ես ուղղակի կանցնեմ փողոցով, եթե ինչ-որ մեկը ինձ մոտենա ու մի եկեղեցու անուն տա, ես կհասկանամ որ դա Աստծո կամքն է ու կգնամ այդ եկեղեցի, եթե մի քարոզիչ ասում էր, եթե սայթակեմ միամիտ ընկնեմ Արգենտինայի քարտեզի վրա, ուրեմն նշանակում է Աստված ինձ կանչել է Արգենտինայի միսիոներության, հասկանում եք, այսպիսի բաներ լինում է հատկապես կապված մարգարեության պարգևի հետ եւ Աստծո կամքը մարդկային վերապրումների միջոցով փնտրելու մեջ, այլ ոչ թե Սուրբ գրքի։ Բայց արդյոք Աստված իր կամքը թաքցրել է։ Արդյոք Աստված իր կամքը դարձրել է մի գաղտնիք, որը մենք պիտի մեր ամբողջ կյանքի ընթացքում բացահայտենք։ Վերապրումները միշտ չեն, որ սխալ են, ճիշտ հասկացեք ինձ։ Բայց Սուրբ Գիրքը միշտ ճիշտ է։ Վերապրումներում մենք կարող ենք սխալվել, բայց եթե մեր վերապրումները դրանք հիմքն են մեր կյանքում Աստծո կամքը հասկանալու, մենք վտանգավոր տեղում ենք, մենք խնդիրներ ունենք։ Գիտեք, որ մարդիկ հաճախ հավատում են իրենց բացառիկությանը, իրենց առանձնահատկությանը, որ իրենց կյանքում կան հատուկ այսպիսի դրություններ, իրադրություններ, որտեղ իրենք կարող են Սուրբ գրքով չվարվել, ինչու, որովհետև Աստված իրենց ուրիշ բան ասեց։ Ես անգամ լսել եմ ծառայողներ, քարոզիչներ, ովքեր ասում են. Աստված ինձ ասաց սա, դա իհարկե Սուրբ գրքում գրված չի, բայց Աստված ինձ ասաց։ Եվ խորը վարդապետական, արմատական բաներ են ասում։ Աստված ինձ ասաց սա, բայց Սուրբ գրքում դրա մասին գրված չի կամ գրված է ուղիղ հակառակը։ Ես կասկածի տակ եմ դնում այդպիսի խոսքերը, որոնք Աստված ասեց, այդպիսի մարգարեությունները, որոնք Աստված ասեց։ Օրինակ Սուրբ Գիրքն ասում է մեկտեղ հավաքվելը մի թողեք, ինչպես որ ոմանց սովորությունն է։ Բայց մեզանից ոմանք կարող են մտածել, որ մենք այնքան առանձնահատուկ դիրք ունենք Աստծո առաջ, հոգևոր կյանքում մենք հասել ենք այնպիսի մի առանձնահատկության, առանձնահատուկ դիրքի Աստծո առաջ, որ ես կարող եմ տանը պաշտել Աստծուն։ Ես եկեղեցու կարիք չունեմ, ինչու, որովհետև ես տիեզերական եկեղեցու անդամ եմ, ես Քրիստոսի մարմնի անդամ եմ։ Եվ ես կարիք չունեմ եկեղեցի գնալու, ինչու, որովհետև իմ իրավիճակը շատ ավելի յուրահատուկ է, որովհետև ես արդեն շատ խորն եմ գնացել Աստծո մեջ, ես կարիք չունեմ մեկտեղ հավաքվելու։ Սա մարդկային բացառիկության, առանձնահատկության, կեղծ առանձնահատկության մոտեցումն է, որ մարդը հավատում է, որ կան իր կյանքում առանձնահատուկ դեպքեր։ Այո, կան կյանքում առանձնահատուկ դեպքեր, երբ դու չես կարող եկեղեցի գնալ։ Օրինակ, երբ որ դու բանտում ես, երբ որ դու հիվանդանոցում մահճակալին գանված ես, երբ որ դու գտնվում ես մի քաղաքում, որտեղ չկա եկեղեցի։ Բայց մեզանից բոլորին հետաքրքրում է Աստծո կամքը։ Ո՞րն է Աստծո կամքը։ Ուստի մենք չենք կարող փնտրել նրա կամքը մարգարեությունների, վերապրումների, զգացումների մեջ, այլ պետք է փնտրենք բացառապես նրա խոսքում։ Ես չգիտեմ, մեր մեդիա թիմը երևի չի կարողանա միացնել սլայդները։ Հասկացա, լավ, ես իմանամ դրա մասին, որ չսպասեմ։ Հռոմեացիների 12-րդ գլուխ առաջին խոսքում ասվում է. Արտաղաչում եմ ձեզ եղբայրներ Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարագ, որն է ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Մարդուն տրված է քննել Աստծո կամքը, մարդուն տրված է հասկանալ Աստծո կամքը, բայց եթե ուշադրություն ենք դարձնում Աստծո խոսքին, Աստծո խոսքը չի ասում, որ խնդիրը կայանում է նրանում, որ Աստված է ծածկում իր կամքը։
Աստված հայտնում է իր կամքը, բայց մարդը խնդիր ունի հասկանալու, ընկալելու Աստծո կամքը։ Ինչու՞, որովհետև մարդկային միտքը նորոգված չի, որովհետև մարդը Աստծո կամքը փնտրում է ոչ Աստծո խոսքում։ Մենք մտածում ենք, որ Աստված ունի կամք այս խոսքից դուրս։ Մենք հավատում ենք, որ Աստված ավելի հետաքրքիր բաներ է ասում այս խոսքից դուրս։ Մենք հավատում ենք, որ Աստված մեզ ավելի կարևոր բաներ կհայտնի, քան գրված է այս խոսքում։ Գիտեք մարդուք ինչու Աստվածաշունչը շատ չեն կարդում, բայց տարված են մարգարեություններով, ով կմարգարեանա իրենց համար, որովհետև մարդիկ հավատում են գուշակությանը։ Քրիստոնյաներից ոմանք հավատում են գուշակությանը։ Նրանք մեծ հաճույքով կգնային գուշակի մոտ, եթե հովիվը դա թույլ տար։ Աստված իր կամքը հայտնել է մի գրքում, որը տվել է մեզ, բայց մենք Աստծո կամքը փորձում ենք փնտրել այլ տեղերում։ Բայց ընդհանրապես, լավ վերջի վերջո ո՞րն է այդ Աստծո կամքը, որ այդքան փնտրում են հարյուրամյակներով մարդիկ եւ հատկապես հիմա ես ուզում եմ հասկանալ Աստծո կամքը, ես իմ համար ուզում եմ հասկանալ Աստծո կամքը։ Ես այսօր ուզում եմ խոսել Աստծո կամքի 6 դրսևորումների 6 կետերի մասին, որոնց շուրջ Աստվածաշունչը խոսում է հստակ, շատ կոնկրետ։ Եվ վերջում կտամ 7-րդ կետը ձեզ, որը ձեզ շատ դուր կգա։ Բայց մինչև որ հասնենք 7-րդ կետին, եկեք միասին սկսենք այս ճամփորդությունը Աստվածաշնչով, մենք նոր ենք սկսել, ժամանակ ունենք, ո՞րն է Աստծո կամքը մեզ համար։ Առաջինը, եթե ունեք նշումների տետրի միջելոց կարող եք նշել, որովհետև ես իմ կոնսպեկտը ձեզ չեմ տա։ Առաջինը, Աստված կամենում է մեր փրկությունը։ Աստված կամենում է, որ մենք լինենք փրկված։ Սա հստակ է Աստվածաշնչում։ Եվ Աստվածաշնչի ամենակարևոր բացահայտումներից մեկը, Սուրբ գրքի ամենակարևոր բացահայտումներից մեկը հենց նրանումն է, որը գաղտնիք չէ, դա գաղտնազերծված է, բացված է դա արդեն։ Դա այն է, որ Աստված կամենում է, որ մենք փրկվենք։ Աստված կամենում է, որ մարդիկ փրկվեն։ Առաջին Տիմոթեոս 2-րդ գլուխ Առաջին Տիմոթեոս 2-րդ գլուխ առաջին խոսքից Արտաղաչում եմ ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն ամեն մարդկանց համար, թագավորների եւ ամեն իշխանավորների համար, որ խաղաղ եւ հանդարտ կյանք վարենք բոլոր աստվածապաշտությունով եւ սրբությունով, որովհետեւ սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջին, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն եւ ճշմարտության գիտությանը գան։ Կա այս կյանքում ավելի թանկ ու կարևոր բան, քան իմանալ Աստծո կամքը մարդկային հոգու փրկության համար։ Աստված կամենում է, որ մենք փրկված լինենք։ Աստված ոչ միայն մեր փրկությունն է կամենում, Աստված կամենում է ձեր հարազատների փրկությունը։ Քանիսդ եք աղոթում ուզում եք հասկանալ, ձեր ամուսինը պիտի փրկվի թե ոչ։ Ձեր երեխաները պիտի փրկվեն թե ոչ։ Ձեր հարազատները, ում համար աղոթում եք երկար տարիներ, պիտի փրկվի թե ոչ։ Աստված կամենում է թե ոչ։ Աստված ասում է, ես կամենում եմ, որ բոլորը փրկվեն։ Երբ գալիս ես Տիրոջ արած աղոթքի, սա գաղտնիք չի մեզ համար, որ Աստված կամենում է, որ մարդիկ փրկվեն։ Եվ ահա, փրկության հարցը, միթե կա ավելի ճակատագրական բան մեր կյանքում, միթե կա ավելի հավիտենական բան մեր կյանքում, քան իմանալ, որ Աստված կամենում է մարդու փրկությունը։ Բայց որքան զարմանալի է, որ մենք այս հավիտենական հարցում բացահայտված ունենք Աստծո կամքը, բայց սրանով հետաքրքրված չենք։ Հետաքրքրված ենք, թե սկսեմ ես բիզնեսը, թե ոչ։ Ում հետ ամուսնանամ, ում հետ չամուսնանամ։ Աստծո մեծագույն ծրագիրը մարդկության փրկությունն էր։ Եվ եթե դուք փրկված եք, եթե դու փրկված ես, եթե դու Տեր Հիսուս Քրիստոսին ընդունել ես քո կյանքում որպես քո անձնական Տեր ու Փրկիչ, սա նշանակում է Աստծո մեծագույն կամքը քո համար արդեն բացահայտված է։ Սա արդեն հայտնի է քեզ համար։ Դու գիտես Աստծո կամքը։ Մենք բացահայտում ենք Աստծո կամքը։ Եվ ինչպես որ ասեցի, եթե դեռ մտածում ես, թե արդյոք արժի աղոթել մարդկանց փրկության համար, Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն։ Դրա համար պիտի շարունակենք աղոթել մարդկանց փրկության համար։ Եվ ես իհարկե հավատում եմ, որ դու փրկված ես, որ այստեղ նստած ես։
Երկրորդը, մենք շարունակում ենք դարձյալ բացահայտել Աստծո կամքը։ Երկրորդը, Աստված կամենում է մեր սրբությունը։ Առաջին Թեսաղոնիկեցիների թուղթ 4-րդ գլուխ։ Մենք շատ տեղեր ենք նայելու Աստվածաշնչից, ինչու, որովհետև մենք բացահայտում ենք Աստծո կամքը։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Որովհետև սա է Աստծո կամքը, ձեր սրբությունը, որ դուք ետ կենաք պոռնկությունից։ Եվ ձեզանից ամեն մեկը գիտենա իր անոթը պահել սրբությամբ եւ պատվով, ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսներն էլ, որ Աստծուն չգիտեն։ Աստված կամենում է, որ ես եւ դու ապրենք սուրբ կյանքով։ Մեր փրկությունից հետո Աստծո մեծագույն ցանկությունը, մեծագույն ծրագիրը, որ բացահայտված է Աստծո խոսքում, դա այն է, որ Աստված կամենում է, որ մենք սուրբ լինենք, որ մենք առանձնացված լինենք Աստծո համար, սուրբ կյանքով ապրենք։ Եվ հստակ ասում է Աստվածաշունչը՝ հետ քաշվեք պոռնկությունից եւ սուրբ ապրեք, Աստված կամենում է մեր սրբությունը։ Եթե մենք ուզում ենք իմանալ Աստծո կամքը, ահա Աստծո կամքը։ Եթե մենք փնտրում ենք Աստծո կամքը, ահա Աստծո կամքը։ Աստծո կամքը բացահայտված է իր խոսքի մեջ, այն գրված է Աստվածաշնչում։ Այն ամենն, ինչ Աստված պատրաստվում է անել մեզ համար, այն բոլոր խոստմունքները, որ Աստվածաշնչում գրված են, եւ դու պատրաստվում ես գուցե այդ բոլոր խոստմունքները հրճակես ամեն օր։ Դրանցից ոչ մեկը, Աստծո ոչ մի օրհնություն մեր կյանքում տեղի չի ունենալու եւ ոչ մի օրհնություն մեր կյանք չի գալու սրբությունը արհամարելու գնով։ Աստված երբեք չի պատրաստվում եւ Աստված երբեք չի խոստացել մեզանից որևէ մեկին օրհնված կյանք առանց սրբության։ Աստված երբեք չի խոստացել եւ երբեք չի պարտավորվել այդպիսի կյանք։ Սրբությանը մենք կարող ենք տարբեր մեկնություններ տալ։ Բայց Աստվածաշնչյան սրբությունն ունի մեկ հստակ մեկնություն։ Սուրբ լինել նշանակում է առանձնացված լինել այս աշխարհից Աստծո համար։ Ես հասկանում եմ, երբ խոսում ենք սրբության մասին, միանգամից հիշում ենք 10 պատվիրանները։ Բայց հավատացեք, 10 պատվիրանները պետք է հիշել նաև, երբ որ մենք խոսում ենք գոհության մասին։ 10 պատվիրանները միշտ պետք է հիշել, բայց սրբությունը չի նշանակում 10 պատվիրանները։ Հիշում եք հարուստ պատանուն։ Համարձակորեն կանգնեց ու Հիսուսին ասեց, ես մանկուց պահել եմ այդ բոլոր պատվիրանները։ Դուք պատկերացնում եք, դուք ինչպիսի համարձակություն պետք է ունենաք Հիսուսի դիմաց կանգնել եւ ասել, որ ես պահել եմ, նա չէր խաբում։ Քանիսդ կուզեիք, որ ձեր դուստրը ամուսնանար այդպիսի մի տղամարդու հետ, որ բոլոր պատվիրանները մանկուց պահել է։ Բայց ինչ ասեց Հիսուսը։ Կեցես։ Ոչ, Հիսուսն ասեց մի բան պակասում է քեզ։ Մի բան պակասում է քեզ։ Սրբությունը նշանակում է առանձնացված լինել աշխարհից Աստծո համար, թանկագին քրիստոնյա քույր եւ եղբայր։ Գիտեք ինչպես կարող ենք ստուգել, արդյոք մենք ապրում ենք սուրբ կյանքով թե ոչ։ Արդյոք մենք առանձնացված ենք Հիսուսի համար թե ոչ։ Ուշադրություն դարձրեք։ Երբ ժամանակ ես անցկացնում աշխարհի միջավայրում, աշխարհի խնջույքներին, աշխարհի միջոցառումներին, անհարմարավետություն զգում ես թե ոչ։ Թե զգում ես շատ հարմար։ Զգում ես քեզ կարծես նրանցից մեկը։ Արդյոք դա քեզ անհարմարավետություն է պատճառում։ Ես չեմ ասում գնում ես թե ոչ։ Ես դրա մասին չեմ խոսում։ Ես չեմ ասում գնաս թե ոչ։ Ես քեզ ասում եմ ինչպես ես դու քեզ զգում, երբ որ աշխարհի միջավայրը։ Դու քեզ զգում ես անհարմարավետ։ Դու ուզում ես, որ ամեն բան ավարտվի ու գնաս տուն, թե քեզ հաճույք է պատճառում դա։ Երբ որ աշխարհի խնջույքներ եւ ուրախություններ է, ճակերտավոր ուրախություններ, արդյոք այդ ուրախությունն է լցնում քո ուրախությունը։ Արդյոք Քրիստոսի ուրախությունը բավարար է քեզ համար, եւ դու գնում ես այդպիսի խնջույքներին երբեմն գուցե քաղաքավարությունից դրդված, թե դու կարիք ունես այդ խնջույքների, որպեսզի ուրախանաս։ Որովհետեւ եթե այդ խնջույքները չլինի քո կյանքում, դու ուրախություն չունես։
Արդյոք Քրիստոսի ուրախությունը քեզ համար բավարար է, եթե ուրախության ֆիզիկական այլևս ոչ մի առիթ չունենաս։ Դու այսպես կարող ես ստուգել, արդյոք դու սուրբ կյանքով ես ապրում։ Գիտեք, շնության ակտը պարտադիր չի, որ մարդը շնություն գործի։ Երբեմն մարդը շնություն չի գործում, որովհետև հնարավորություն չունի։ Դրա համար Հիսուսն ասեց. ես ձեզ ասում եմ, ով որ նայի կնոջը միայն նրան ցանկանալու համար արդեն շնություն գործեց։ Եթե դու ցանկացար, դու այլևս կարող ես այդ գործողությունը չանել, եթե միայն ցանկացար, դու արդեն արեցիր։ Սա էր ասում Հիսուսը։ Խնդիրը ոչ թե նրա մեջ է մենք դա անում ենք, թե ոչ, խնդիրը նրա մեջ է մենք ուզում ենք դա, թե ոչ։ Մենք բավարարված ենք Քրիստոսով, Հիսուսը մեր կյանքում բավարար է, թե ոչ։ Ինձ դուր է գալիս, ինչպես մի քարոզիչ ասում էր, գիտեք, ինչպես կարող եք հասկանալ, արդյոք ձեր կյանքը նրա փառքի համար է, թե ոչ։ Սրանով, թե արդյոք կարող եք հետաձգել ձեր օրհնությունները, ձեր վայելքը, մինչև Հիսուսին հանդիպելը։ Արդյոք պատրաստ եք հետաձգել ձեր վայելքները, մինչև այն օրը, երբ կտեսնեք նրան։ Եթե Աստված մեզ չտար, փրկությունից բացի այլևս ոչ մի բան, հենց այս պահից Աստված ասեր, ես տալիս եմ քեզ միայն փրկություն եւ այլևս ոչինչ դու ինձնից չես ստանա այս երկրի վրա, քանիսս կգնայինք Հիսուսի հետևից։ Քանիսս կշարունակեինք հետևել նրան։ Արդյոք մենք երկնքով տարված ենք ավելի, քան երկրով։ Արդյոք երկնայինը մեզ գրավում է ավելի, քան երկնայինը։ Մենք սպասում ենք հավիտենականին, երկնայինին, թե սպասում ենք այս աշխարհայինին։ Եվ ես ուզում եմ անկեղծ հարց բարձրացնել առաջին հերթին ինձ համար այստեղ կանգնած եւ հետո նաեւ բոլորիս համար։ Արդյոք Աստված պարտավոր է մեզ տանել երկինք, եթե մենք ուզում ենք մնալ երկրի վրա։ Արդյոք Աստված պարտավոր է մեզ տանել երկինք, եթե մենք սիրում ենք երկիրը, եթե մենք սիրում ենք այս աշխարհը։ Եթե մեզ համար առավել կարևոր է, թե այս աշխարհում ինչ է կատարվում մեզ հետ, քան թե ինչ է մեզ սպասվում երկնքում, արդյոք Աստված պարտավոր է տանել մեզ երկինք։ Ես չեմ ասում դուք փրկված չեք։ Ես ուզում եմ, որ այս հարցը մենք բարձրացնենք։ Արդյոք ես սիրում եմ աշխարհը։ Արդյոք ինձ դուր է գալիս աշխարհը։ Արդյոք աշխարհում կա մի բան, որ իմ կյանքին իմաստ է տալիս, բացի Քրիստոսից։ Ու եթե այս օր հենց Աստված վերցնի դա քեզանից, արդյոք քո կյանքը դեռ իմաստ կունենա։ Որովհետև մեր անձը միշտ կապվում է նրան, ինչին մենք տալիս ենք մեր սիրտը։ Եթե մեր սիրտը պատկանում է Քրիստոսին, մեր անձը նրա հետ է կապված։ Գիտեք ինչի է մարդկանց աշխատանքի կորուստը դեպրեսիայի մեջ գցում։ Առողջության կորուստը գցում դեպրեսիայի մեջ։ Դու գիտեք, որ եղել են հիվանդ մարդիկ, ովքեր որ չեն մահացել հիվանդությունից, ստրեսից են մահացել։ Հիվանդությունը չի սպանել նրանց սպանել է ստրեսը։ Արդյոք եթե Աստված վերցնի քեզանից այդ ամենը, քո կյանքը իմաստ կունենա, թե ոչ։ Սա է մեր խնդիրը, որ երբեմն մենք մեր կյանքի իմաստը կապում ենք ժամանակավոր բաների հետ։ Մենք իմաստ ենք դնում նրա մեջ, ինչը որ պարզապես կարող է լինել հերթական օրհնություն, կարող է լինել հերթական նպատակ, բայց ոչ մեր կյանքի իմաստը։ Բայց Աստված հայտնել է իր կամքը։ Աստված ուզում է, որ մենք սուրբ կյանքով ապրենք։ Անցնենք երրորդ կետին։ Երրորդ կետը։ Դարձյալ բացահայտում ենք Աստծո կամքը։ Ո՞րն է Աստծո կամքը։ Աստված կամենում է, որ մենք գոհացող լինենք։
գոհ լինենք մեր կյանքում։ Առաջին Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխի 18-րդ խոսքը ասում է. ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսում։ Թանկագին քույր եղբայր, դու ուզում ես իմանալ Աստծո կամքը, ես ուզում եմ իմանալ Աստծո կամքը իմ կյանքի համար, Աստված վաղուց հայտնել է իր կամքը։ Աստված բացել է իր կամքը իմ ու քո համար։ Աստված կամենում է, որ մենք գոհացող լինենք։ Ամեն բանի մեջ գոհացեք Աստծուց, որովհետև սա է Աստծո կամքը։ Սաղմոս 2-ն ասում էր. մտեք նրա դռները գոհությունով եւ նրա սրահները փառաբանությունով։ Աստծո ներկայության եւ Աստծո օրհնությունների մեջ մուտք գործելու մեծագույն բանալին գոհությունն էր։ Եվ Աստծո օրհնություններն ու ներկայությունը փակելու միակ բանալին, ամենակարևոր բանալին, դա տրտմությունն էր, դա տրտունջն էր։ Դժգոհությունն էր, որը մի ամբողջ ազգի առաջ փակեց Աստծո օրհնությունները, եւ թեև Աստված խոստացել էր, որ տանում էր Քանանի երկիր, մի ամբողջ սերունդ այդպես էլ չմտավ խոստմունքի երկիր։ Ինչու՞, որովհետև տրտնջացին։ Ուզում ենք իմանալ Աստծո կամքը, մենք փնտրում ենք Աստծո կամքը, մենք այսօր ուզում ենք հասկանալ այդ Աստծո կամքը, որ այդքան փնտրվում է, արդյոք մենք այսօր կարող ենք գտնել այդ կամքը։ Բայց այդ կամքը բացահայտված է։ Որքան ենք մենք գոհանում Աստծուց իր բարիքների համար։ Մեր աղոթքները գոհության աղոթքներ են, թե տրտունջի։ Դու գիտեք, որ բողոք կա, որ աղոթք կա, բայց աղոթք կա, որ բողոք կա։ Երբ Հիսուսը Գեթսեմանի պարտեզում ասում էր. Տեր, եթե հնարավոր է, թող ես բաժակն ինձանից անցնի, այստեղ տրտմություն կար, գրված է, որ Քրիստոսը տրտմեց ու վշտացավ։ Բայց սա աղոթք էր։ Սա աղոթք էր։ Բայց դու կարող ես կանգնել եւ չասել. Տեր, ես ուզում եմ, որ այս բաժակն ինձանից անցնի։ Եվ դու կարող ես չտրտմել ու վշտանալ։ Բայց Աստծո առաջ աղոթես ու մի ժամ Աստծուն պատմես, թե ինչպիսի իրավիճակով ես դու անցնում։ Մի անգամ մի քարոզիչ ասում էր. եկա Աստծո առաջ ու սկսեցի բողոքել, որովհետև սատանան մի միտք էր բերել ինձ մոտ, եւ այդ շատ ազդել էր իմ վրա ու ես շատ կոտրված էի։ Ու եկա Աստծո մոտ ու մի ժամ բողոքում եւ Աստծուն ասում եմ, որ այս միտքը եկավ, այսպես կարող է լինի, այնպես կարող է լինի, եւ ասում է Աստված ինձ ասեց, Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ ու ասեց. ով ասեց քեզ այդ միտքը։ Ասում ես ասեցի սատանան։ Ու Աստված ասեց. լավություն արա, ինձ մի արի պատմի, թե ինչ ասեց սատանան։ Ես գիտեմ սատանան ինչ ասեց։ Ինձ մի արի պատմի։ Գնա սատանային պատմի, ինչ որ ես եմ ասում։ Մի քարոզիչ էլ ասում էր. ինչպես անեմ, որ սատանային ցավ պատճառեմ։ Եվ սպասում է, որ Աստված մի հոգևոր հեսա պատասխանա տալու շատ հետաքրքիր ոգևորող մոտիվացնող։ Եվ Աստված ասում է. արա այնպես ինչպես ինձ հետ ես անում։ Քարոզիչը զարմանում է, այսինքն ինչպես։ Ասում է, պարզապես մի արա նրա արածը։ Պարզապես մի արա նրա արածը, ասածը։ Ոնց որ ինձ հետ ես վարվում։ Ոնց որ ինձ ես վշտացնում, այդպես էլ կարող ես սատանային վշտացնել։ Պարզապես նրա ասածը մի արա։ Արա նրա ասածին հակառակ։ Բայց Աստված կամենում է, որ մենք գոհացող լինենք։ Սա հաջողության բանալին է քրիստոնյայի համար։ Եվ Աստված չի ասել գոհացեք այն ժամանակ, երբ շատ կունենաք, Աստված ասել է գոհացեք ամեն ինչի մեջ։ Դու գուցե պատճառ չես գտնի այսօր գոհանալու Աստծուց, գուցե հարց կառաջանա քեզ մոտ։ Իսկ ինչի համար պիտի գոհանամ։ Այդ ինչ կա իմ կյանքում, որ ես պիտի գոհանամ։ Եվ երբեմն ասեմ, հենց դա էլ պատասխանն է։ Հենց դա էլ պատասխանն է։ Չկա ոչինչ, որովհետև չես գոհացել։ Չորրորդը, մենք բացահայտում ենք Աստծո կամքը։ Աստված կամենում է, որ մենք բարի գործեր անենք։ Սա շատ կարևոր է քրիստոնյայի համար։ Առաջին Պետրոս 2-րդ գլուխ 15-րդ խոսք։ Որովհետև Աստծո կամքն այսպես է, որ բարի գործերով պապանձեցնեք անխելք մարդկանց
Տգիտությունը։ Ուզում եք անխելք մարդկանց տգիտությունը պապանձեցնել։ Պապանձեցնենք ոչ թե այնպես, ինչպես իրանք են պապանձեցնում, բարի գործերով, ինչպես ազատներ, եւ ոչ թե ազատությունն ինչպես չարության ծածկոց ունեցողներ, այլ ինչպես Աստծո ծառաներ։ Բարի գործերով անգամ կարող եք պապանձեցնել։ Աստված կամենում է, որ ես եւ դու բարիք գործենք։ Քո բարի գործերն սկսվում է այն պահից, երբ որ դու աչքերդ բացում ես եւ առավոտյան արթնանում ես, ինչ այն պահը, երբ որ գլուխդ կդնես բարձին։ Դու բազում առիթներ ունես այսօր Աստծո համար բարիք գործելու եւ մարդկանց համար բարիք գործելու։ Աստված կամենում է, որ մենք բարի գործեր անենք։ Ուզում ենք հասկանալ Աստծո կամքը, ուզում ենք հասկանալ, թե Աստված ինչպիսին է ուզում, որ մենք լինենք, ի վերջո մենք ուզում ենք հասկանալ այդ գաղտնի կամքը, որը այդքան փնտրվում է, ինչպիսին է։ Տերը ասում է, Աստծո խոսքն ասում է, բարի գործեր արեք։ Եփեսացիների 2-րդ գլուխ 10-րդ խոսքն ասում է. Քանզի նրա ստեղծվածն ենք Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք։ Աստված պատրաստել է մեզ դեռևս սկզբից այն բարի գործերի համար, որոնք մենք պիտի անենք։ Այստեղ միայն ցանկություն է պետք։ Այստեղ խնդիրը Աստծո կամքի մեջ չի, այստեղ խնդիրը մեր, իմ եւ քո կամքի մեջ է։ Արդյոք մենք պատրաստ ենք անել բարի գործեր։ Արդյոք կամենում ենք անել բարի գործեր։ Տեր Հիսուսը դա էր անում երկրի վրա։ Գործք առաքելոց գիրքն ասում էր, որ Հիսուսը շրջում էր ու ինչ էր անում, բարիք էր անում։ Տեր Հիսուսը բարիք էր անում։ Դրա համար Հիսուսը չեկավ այս երկրի վրա կրոն ստեղծելու։ Ի տարբերություն մյուս եկողների։ Նա կրոն չստեղծեց։ Եթե ուզում ենք նմանվել Հիսուսին, բարի գործեր անենք։ Եթե ուզում ենք հասկանալ Աստծո կամքը մեզ համար, բարի գործեր անենք։ Սա է Աստծո կամքը։ 5-րդ կետը ձեզ դուր չի գա։ Ես հուսով եմ, որ քչերին, բայց մտածում եմ շատերին, քանի որ նաև տեղադրելու ենք ինտերնետում եւ ինտերնետում էլ մարդիկ պետք է նայեն, բայց 5-րդ կետը գուցե ձեզ դուր չգա։ 5-րդ կետը մենք Աստծո կամքն ենք, չէ՞, բացահայտում մեզ համար։ Աստված կամենում է, որ մենք չարչարվենք։ Հետաքրքիր է, որ դուք ամենը ասեցիք դրանից առաջ։ Իսկ հիմա ոչ մեկ ամեն չասեց, բայց Աստված կամենում է, որ մենք չարչարվենք, եւ ես բացառապես հիմա կանգնելու եմ Աստծո խոսքի վրա։ Եթե դուք կարդում եք Գործք առաքելոց գիրքը եւ ընդհանրապես վաղ շրջանի քրիստոնեությունը, դուք կտեսնեք, որ չարչարանքները մինչև վերջին երևի 100-150 տարին երբեք խորտ չի եղել քրիստոնյաների համար։ Երբեք քրիստոնյաները այդ հարցը չեն տվել, ինչու։ Ինչու մենք պիտի չարչարվենք։ Դա եղել է սովորական մի բան, դա եղել է բաղկացուցիչ։ Երբեմն քրիստոնյաները փափագել են չարչարանքներ, որովհետև դա պատիվ են համարել։ Նորվեգիայի մասին մի պատմություն են պատմում, ասում են, որ գալիս է մի պահ, երբ որ Նորվեգիան այնքան է հարստանում, ժողովուրդը այնքան է հարստանում, որ քրիստոնյաները արդեն վախենում են լճացումից, վախենում են Աստծուց հեռանալուց եւ աղոթում են Աստծուն եւ ասում են. «Տեր, մեզ հալածանքներ ուղարկիր»։ Այնքան են հարստանում, որ մարդիկ այլևս չեն հասկանում, թե ինչի վրա փողեր պիտի ծախսեն, գնում են սկսում են կղզիներ առնել։ Ամեն մեկ ինչ որ տարածքն է։ Դրա համար են հիմա առաջացել այդ կղզիները, որոնք որ հոլիվուդյան աստղերը եւ հարուստ մարդիկ կղզիներ են առնում։ Այդտեղից է առաջացել դա։ Չեն իմացել փողը ինչի վրա ծախսեն, արդեն սկսել են երկիրը առնել։ Կղզիներ են առել իրենց, առանձին, պատկերացնում եք մի ամբողջ կղզի մենակ իր եւ իր ընտանիքի համար։
Քրիստոնյաների համար միշտ հստակ է եղել հալածանքը, չարչարանքը։ Միայն վերջին 100 տարում խարիզմատական շարժման հետ միասին եւ հատկապես բարգավաճման կեղծ ավետարանի հետ միասին տարածվեց, որ չարչարանքը դա պարզապես սատանայից է եւ եթե դու քո կյանքում հանկարծ չարչարանք ու հալածանք է գալիս, դու պետք է Հիսուսի անունով հակառակվես միանգամից դրան։ Եվ մինչ այսօր տարբեր երկրներում քրիստոնյաները իրենց արյան գնով վճարում են ավետարանի համար, Քրիստոսին հետևելու համար, հենց այս մեր օրերում, հիշում եք, ես ցույց տվեցի նկարները։ Ես ցույց տվեցի այն հովին, այն ծառայողին, որ Սուդանում բանտի մեջ էր հայտնվել, որպես քրիստոնյա։ Մինչ այսօր աշխարհում շատ քրիստոնյաների գլխատում են, սպանում են, բանտարկում են, հենց այս պահին Պարսկաստանում, Իրանում ինչ որ տեղի է ունենում։ Բարգավաճման հրաշալի ավետարանը սկսում է զարգանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներով, Եվրոպայով, Ռուսաստանով եւ հիմա էլ մեր երկրում։ Մեր երկրում է։ Եվ մարդիկ, ովքեր ապրում են դժվարության մեջ եւ կարիքի մեջ, բայց պահում են իրենց հավատքը, համարվում են մարդիկ, ովքեր հավատք չունեն։ Եվ ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ եմ ասում, այո, վկայություններն այսօր փոխվել են եւ ես նման վկայություններին դեմ եմ մի շատ պարզ պատճառով։ Ինձ այդքան չի հետաքրքրում Աստված ինչ է արել քեզ համար, ինձ հետաքրքիր է ինչ է Աստված անում քո միջոցով։ Որովհետև քեզ համար ինչ որ Աստված արել է, ես դա այսպես թե այնպես տենում եմ։ Հիմա ինձ ցույց տուր ինչ է անում քո միջոցով։ Դու ինչ ես անում ուրիշների համար։ Սա եմ ուզում որ վկայես։ Ես ծարավ եմ այդպիսի վկայության, որ մեկը ինձ ասի, որ Աստված ինձ օգտագործեց ուրիշի համար։ Ոչ թե ինչ Աստված արեց իմ համար։ Ես հավատում եմ Աստծո օրհնությանը։ Ես հավատում եմ, որ Աստված օրհնում է մարդկանց։ Հավատում եմ Աստծո խոստմունքներին։ Ես հավատում եմ, որ Աստված բժշկում է մարդկանց։ Բայց ես չեմ հավատում, որ Աստծո վերջնական գերագույն նպատակը այս երկրի վրա դա մեզ առողջ, հարուստ, բարգավաճ ու երջանիկ դարձնելն է։ Ես չեմ հավատում, որ Աստծո վերջնական նպատակը դա է։ Աստծո վերջնական նպատակը եւ գերագույն նպատակը, որ երբևիցե Քրիստոս առաջ է բերել երկրի վրա, դա մեզ երկինք հասցնելն է։ Դրա համար թանկագին ծնողներ, ես ինքս ծնող եմ։ Իմ երեխան ընդամենը 3.5 տարեկան է, ես իմ կյանքում որոշում ունեմ։ Իմ նպատակը, իմ գերագույն նպատակը դա իմ երեխային երկինք հասցնելն է։ Ես մտահոգված եմ, այո, թող ամեն բան իր համար լավ լինի, լավ ուսում ունենա, ես իմ ձեռից եկածը պիտի անեմ նրա համար, բայց իմ կյանքի մեծագույն նպատակը դա չի, իմ կյանքի մեծագույն ուրախությունը դա չի, որ նա ստանա աշխարհի լավագույն կրթությունը։ Ես ուրախ կլինեմ, որ ստանա։ Եվ մենք ունենք շատ հրաշալի, փառք Աստծո, մեր Տիգրանենց Նարեկը, որով միշտ հպարտացել եմ, միշտ օրինակ եմ բերել բոլոր տեղերում, որովհետև փոքրուց եմ ճանաչում, փոքրուց եմ տեսել ու տեսել եմ այդ ամբողջ հաջողությունները, բայց ինչի համար է Տիգրան ջան ուրախ այսօր, որ Նարեկը ուղակի հասավ այդ հաջողությանը, որ թե որ Տիրոջ մեջ է քայլում։ Արդյոք դա ուրախություն կպատճառեր իրանց։ Եթե այսօր լիներ աթեիստ մեկը։ Դրա համար էլ ես դեմ եմ բարգավաճման ավետարանին, որովհետև դա բացարձակ հերձվածություն եմ համարում։ Աստված կամենում է, որ մենք չարչարվենք։ Որպեսզի մի քիչ թեթևացնենք լարվածությունը, 6-րդ կետը։ 6-րդ կետը սա ուշադրություն մի դարձրեք իմ տղայի ձայնն է։ Ինքը այնտեղ է քարոզում, ես էստեղ։ 6-րդ կետը. Աստված կամենում է, որ մենք լցվենք հոգով։ Ներողություն, ես մինչև 6-րդ կետը ես ունեմ տեղ, որ պետք է անպայման կարդամ, ես ուղղակի բաց թողեցի, չարչարանքների հետ կապված, որ Աստված կամենում է, որ մենք չարչարվենք։ Առաջին Պետրոս 3:17 խոսք, այո, շատ կարևոր տեղեր կան, որպեսզի դուք գնաք տուն Աստվածաշնչից ձեր հետ վերցնելով, ոչ թե իմ կարծիքը։ Աստված կամենում է, որ մենք չարչարվենք, առաջին Պետրոս 3:17, որովհետև ավելի լավ է, եթե Աստծո կամքը սա կամենում է, բարի գործերով չարչարվել, քան թե չար գործերով։ Քանի բարգավաճման քարոզ եք լսել սրա մասին,
որ Աստված կամենում է, որ մենք չարչարվենք բարի գործերով։ Առաջին Պետրոս 4 գլուխ 19-րդ խոսքը։ Առաջին Պետրոս 4 գլուխ 19-րդ խոսք. Սրա համար Աստծո կամքի պես չարչարվողներն էլ թող ինչպես հավատարիմ ստեղծողին հանձնեն իրենց հոգիները բարեգործությունով։ Աստծո կամքի պես չարչարվողներին Աստված կամենում է, որ ես եւ դու չարչարվենք, այդ սիրող Աստված, որ այդքան սիրում է ու ցանկանում է, որ մենք բարգավաճենք ու հարստանանք, կամենում է, որ մենք չարչարվենք։ Այո, Աստված կամենում է, որ մենք չարչարվենք։ Բայց Աստված չի կամենում, որ մենք չարչարվենք մեր անմտությունից։ Աստված կամենում է, որ մենք Քրիստոսի համար չարչարվենք։ Դրա համար էլ ասում է բարի գործերով չարչարվենք, ոչ թե չար գործերով։ Չար գործերը դրանք մարմնավոր գործերն են։ Փիլիպեցիների առաջին գլուխ 29-րդ խոսք. Եվ ձեզ Աստծուց այդ շնորհք եղավ Քրիստոսի համար, որ ոչ միայն հավատաք նրան, այլ նրա համար չարչարվեք էլ։ Ուր մնաց բարգավաճումը, որ մեզ ուր մնաց շնորհքը, այդ շնորհքը, որ այդքան այսօր քարոզվում է, որ այդ շնորհքն է հենց մեզ դարձնում հարուստ, առողջ ու երջանիկ, այդ ուր մնաց այդ շնորհքը, բա սա ինչ շնորհք է, որ մեզ տրված է, ոչ միայն հավատալ Քրիստոսին, այլ նաև չարչարվել նրա համար։ Դա ոչ միայն Աստծո կամքն է ինձ համար եւ քեզ համար, թանկագին քույր, եղբայր, դա նաև շնորհք է։ Քրիստոսի անվան համար չարչարվելը շնորհք է։ Եվ ես ցավով եմ ասում, բայց բարգավաճման քարոզիչներից շատ քչերը ունեն այս շնորհքը։ Ինչպես ասեցի մի քիչ թուլացնելու համար, 6-րդ կետը։ Աստված կամենում է, որ մենք հոգով լցվենք։ Հոգևոր կյանքում մեր հաջողության գրավականը դա մշտապես հոգով լցվելն է։ Եթե մենք ուզում ենք հաջողվել հոգևոր կյանքում, եթե մենք ուզում ենք, որ Սուրբ Հոգին մեր կյանքում դրսևորվի, մենք կարիք ունենք հոգով լցվելու։ Եվ հիմա դուք ասես, բայց ես լցվել եմ Սուրբ Հոգով։ Ես մկրտվել եմ Սուրբ Հոգով, էլ ինչպես լցվեմ հոգով։ Այո, դու մկրտվել ես Սուրբ Հոգով, բայց որպեսզի Սուրբ Հոգին մեր կյանքում գործի այնպես, ինչպես որ կամենում է, մենք կարիք ունենք փոխելու այստեղը։ Եվ այստեղը փոխելով ես դու լցվում հոգով։ Հիմա Աստվածաշունչը կասի թե ինչպես։ Եփեսացիների 5-րդ գլուխ 15-րդ խոսք։ Արթնայեցեք թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ։ Գնեցեք ժամանակը, որ օրերը չար են։ Նրա համար մի եղեք անմիտ, այլ իմացեք թե ինչ է Տիրոջ կամքը։ Եվ մի արփենակ գինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեք հոգով։ Հիմա ինչպես լցվենք հոգով։ Խոսելով ձեր մեջ սաղմոսներով եւ օրհնություններով, հոգևոր երգերով, երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը։ Դու կարող ես լցված լինել Սուրբ Հոգով, բայց եթե դու չես լցվում հոգով, Սուրբ Հոգին չի կարող գործել քո ներսում, ինչու, որովհետև վերևում ասեց՝ մի եղեք անխելք։ Անխելքների հետ Սուրբ Հոգին չի գործում։ Ես շատ ժամանակ անխելք եմ եղել իմ կյանքում։ Հոգևոր շատ անխելք եմ եղել, շատ անխելքություններ եմ արել։ Դրա համար էլ Սուրբ Հոգին չէր գործում։ Բայց ինչու էի անխելք, որովհետև բախտս չէր բերել, որովհետև չէի լցվում հոգով։ Ամբողջ օրը, երբ դու արթնանում ես քնից, ի՞նչ է քո ներսում կատարվում, ի՞նչ է առաջին միտքը, որ հնչում է քո ներսում։ Այսօր օրինակ ես արթնացել եմ, այդպես չէի ծրագրել, բայց առաջին միտքը, որ եկավ, երկու բառ էր՝
Քրիստոս Հիսուսում, Քրիստոս Հիսուսում, Քրիստոս Հիսուսում։ Արթնացել եմ այդ մտքից, բերցել եմ, բացել եմ Աստվածաշունչը, դուրս եմ գրել այն խոստմունքները, որտեղ ասում է Քրիստոս Հիսուսում, Քրիստոս Հիսուսում։ Դուք կզարմանաք, թե որքան հարցերի պատասխան կունենաք, երբ կարդաք Աստծո խոսքը։ Դրա համար էլ հոգով լցվելու առաջին նախապայմանը Աստծո խոսքի հետ ժամանակ անցկացնելն է։ Որքան ժամանակ ենք անցկացնում Աստծո խոսքի հետ։ Դերեկ Պրինսը շատ լավ ասում էր. ձեր վերաբերմունքը Աստծո խոսքին ցույց է տալիս ձեր վերաբերմունքը Հիսուսին։ Որքան ժամանակ եք անցկացնում Աստծո խոսքի հետ։ Դա էլ ձեր ժամանակն է Քրիստոսի հետ։ Դա էլ ձեր ժամանակն է Աստծո հետ։ Դա էլ հոգով լցվելու ձեր ժամանակն է։ Ձեր ներսում, ձեր սրտում, սաղմոսներով, հոգևոր երգերով, խոսելով ձեր մեջ։ Ինչ ենք խոսում ձեր մեջ։ Ամբողջ օրվա ընթացքում մենք ինչ ենք խոսում։ Մեր միտքը ո՞րն է։ Արդյոք մենք խոսում ենք այնինչ Աստված է խոսում։ Հետո զարմանում ենք ինչու Աստված չի պատասխանում մեր աղոթքներին։ Մենք աղոթում ու Տիրոջն ասում ենք. Տեր, ես քո կարիքն ունեմ, խնդրում եմ, օգնիր ինձ։ Դրանից հետո ամբողջ օրը սկսում ենք մեր ներսում բողոքել, թե ինչի հայտնվեցինք այս իրավիճակում։ Նկատեցիք, որ հոգով լցվելը այլընտրանք չի։ Դա Աստծո կամքն է։ Դա Աստծո պատվերն է, որ մենք հոգով լցվենք։ Հոգևոր երգերը, փառաբանության, երկրպագության երգերը, սկսեք երգել ձեր ներսում օրվա ընթացքում։ Հատկապես երբ որ բախվում եք մի լուրջ խոչընդոտի, հիշեք Աստծո խոստմունքները։ Ախր պիտի կարդանք Աստծո խոստմունքները, որ հիշենք այդ խոստմունքները։ Հիշեք հոգևոր երգերը, սկսեք երգել ձեր ներսում։ Սովորաբար խորհուրդ կտամ երգեք հին երգերը։ Որտեղ նոր երգերը ճիշտ ասած, չգիտեմ, երգը կազմված է երկու բառից։ Մի ամբողջ երգ երկու բառից կամ մեկ ու երաժշտություն։ Երգեք ձեր ներսում սաղմոսները։ Գիտեք, որքան են սաղմոսները մեզ օգնում հոգով լցվել, երբ մեր ներսում սկսում ենք խոսել սաղմոսներով։ Ամբողջ օրվա ընթացքում սա է լցնում մեզ հոգով։ Մենք բացահայտում ենք Աստծո կամքը։ Բացահայտում ենք Աստծո կամքը։ Մենք ուզում ենք իմանալ Աստծո կամքը, մենք այստեղից այսօր պիտի գնանք Աստծո կամքը իմացած։ Եվ հիմա հասանք 7-րդ կետին, որը ես ասացի, որ շատ դուր կգա ձեզ։ Բայց ես չէի կարող այս 7-րդ կետը տալ ձեզ, խոսել սրա մասին, մինչև չասեի այս 6-ը։ Որովհետև եթե ես ձեզ միանգամից տայի 7-րդ կետը, ես կնմանվեի բոլոր բարգավաճման քարոզիչներին։ Ինտրիգան գնալով ավելանում է։ Տեսնես ո՞րն է այդ 7-րդ կետը։ 7-րդ կետը շատ հրաշալի է, բայց մինչև անցնեմ 7-րդ կետին, նորից հիշենք, ո՞րն էր Աստծո կամքը։ Աստված կամենում է մեր փրկությունը։ Եթե դու փրկված ես, եթե դու Տեր Հիսուսին ընդունել ես քո կյանքում որպես քո անձնական Տեր ու Փրկիչ, Աստված կամենում է մեր սրբությունը։ Եթե դու ապրում ես սուրբ կյանքով եւ դու առանձնացված ես Հիսուսի համար եւ այս աշխարհում քեզ այլևս ոչինչ չի գրավում եւ քո սիրտը պարզապես ամբողջությամբ հանձնված է Տիրոջը եւ դու պարզապես ուզում ես անել այն, ինչ նրա սրտին հաճելի է, Երրորդը Աստված կամենում էր, որ գոհացող լինենք։ Եթե դու գոհանում ես ամեն ժամանակ եւ ամեն բանի մեջ Աստծուց, եթե դու երբեք չես բողոքում Աստծո առաջ, տրտունջ չես բարձրացնում, թեև նույնիսկ երբեմն վշտանում ես, բայց քո սրտից գոհություն է բարձրանում դեպի Աստված։ Եթե դու բարի գործերի մեջ հարատևում ես, աճում ես, ինչպես որ Տիրոջ կամքն էր, ինչպես որ Հիսուսն էր ասում, եթե դու բարի գործեր ես անում, եթե դու չարչարվում ես Քրիստոսի անվան համար եւ չես խուսափում Քրիստոսի անունը հռչակելուց, այլ նեղություն ու տառապանք ես կրում Քրիստոսի անվան համար, եթե դու ամեն ժամանակ Աստծո խոսքով ու սաղմոսներով լցվում ես հոգով եւ քո սրտից ամեն ժամանակ սաղմոսներ ու երգեր են դուրս գալիս, եթե այս ամենը կա քո կյանքում, ապա 7-րդ կետը այսպիսին է. Աստված կամենում է այն, ինչ դուք եք կամենում։ Աստծո կամքը այն է, ինչ դու ես կամենում։ Որովհետև եթե դու ապրում ես այսպիսի կյանքով, ով է վերահսկում քո ցանկությունները, քո կամքը։
Եվ նա այս պարագայում ուզում է կատարել քո սրտի ցանկությունը։ Գիտեք ինչու է Աստված այդ ժամանակ ուզում անել մեր սրտի ցանկությունը, որովհետև դա արդեն մեր սրտի ցանկությունն է։ Ոչ թե մեր կիրքը, ոչ թե մեր ագահությունը, ոչ թե մեր եսը, դա մեր սրտի ցանկությունն է։ Իսկ ում էր պատկանում այդ սիրտը? Հիսուսին։ Դրա համար էլ երբ դու ապրում ես այս կյանքով, երբ այս 6 կետերը քո կյանքում կան, Աստված կամենում է այն, ինչ դու ես կամենում։ Սաղմոսներում 37-րդ Սաղմոսում գրված է։ Սաղմոս 37 4-րդ խոսք. Ցնծա Տիրոջով, եւ նա կտա քեզ քո սրտի ուզածները։ Քո սրտի ուզածները կտա Աստված։ Աստված ուզում է տալ մեր սրտի ցանկությունը։ Սաղմոս 145:19 Սաղմոս 145:19 խոսք. Իրենից վախեցողների կամքը անում է նա, եւ նրանց աղաղակին լսում եւ նրանց փրկում է։ Աստված անում է ում կամքը? Իրենից վախեցողների։ Աստված անում է իմ եւ քո կամքը, եթե մեր կյանքը այս 6 կետերին համապատասխանում է։ Սաղմոս 20 4-րդ խոսք։ Ես ասացի, որ 7-րդ կետը դուր կգա։ Սաղմոս 20 4-րդ խոսք։ Նա տա քեզ քո սրտի ուզածի պես եւ կատարի քո որ խորհուրդները? Բոլոր խորհուրդները։ Կարող ենք փառք տալ Աստծուն սրա համար, որ Աստված կամենում է կատարել մեր բոլոր խորհուրդները։ Հասկանում եք ինչ տեղի ունեցավ։ Մենք բացահայտում էինք Աստծո կամքը։ Դրա համար էլ երբ որ մեր կյանքը այս 6 կետին համապատասխանում է, մենք շատ երկար փնտրելու կարիք չունենք, որտեղ աշխատենք, ում հետ ամուսնանանք, որ երկրում ապրենք։ Գիտեք ինչու? Որովհետև Փիլիպեցիների 2-րդ գլխում գրված է. եթե մեր կյանքը այսպիսին է, եթե մենք փրկված ենք, սուրբ կյանքով ենք ապրում, գոհացող ենք մեր կյանքում, բարի գործեր ենք անում, չարչարվում ենք Քրիստոսի անվան համար, լցվում ենք հոգով ամեն ժամանակ, ապա ստացվում է, որ Փիլիպեցիների 2-րդ գլխի 13-րդ խոսքում գրված է. քանզի Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես։ Սա այն պահն է, երբ որ մեր կամքը հաճելի է Տիրոջը, դրա համար էլ Տերը անում է մեր կամքը, որտեղ մեր կամքը դա նրա կամքն է։ Եվ այս պարագայում մենք խնդիր չունենք մի ամբողջ կյանք վատնել, որպեսզի հասկանանք այդ ո՞րն է Աստծո կամքը։ Ո՞րն է ի վերջո այդ Աստծո կամքը։ Եվ խնդիր չունենք ամեն ժամանակ ասել ես զգացի, ես տեսա, ես հասկացա, Սուրբ Հոգին ինձ ասեց։ Երբ դու գիտես, երբ քո կյանքը, երբ իմ կյանքը համապատասխանում է այս 6 կետերին, մեր կյանքը պատկանում է մեկին, Հիսուսին։ Մեր սիրտը պատկանում է մեկին, Հիսուսին։ Եվ եթե իմ սիրտը պատկանում է Հիսուսին, իմ կամքն էլ է նրան պատկանում, իմ ցանկություններն էլ։ Երբ որ մեր կյանքը համապատասխանում է այս 6 կետին, մենք կգնանք աշխատելու եւ կհայտնվենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Մենք ընտրություն կանենք ընտանիք կազմելու եւ կընտրենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Մենք կգնանք որևէ տեղ ապրելու եւ կհայտնվենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, բայց եթե մեր կյանքը համապատասխանում է այս 6 կետին։ Սա էր Աստծո կամքի բացահայտումը։